Հավատքի բանկի գրքույկը, Չարլզ Սպերջեն, օր դեկտեմբերի 28, որովհետև ինքն ասեց, թե չեմ թողի քեզ և երեսից չեմ գցի, Եբրայեցիս 13:5 խոսք։ Տերը մի քանի անգամ խոսել է այս մասին Սուրբ գրքում, նա դա հաճախ է կրկնել մեր վստահությունը կրկնապատկելու համար։ Եկեք երբեք չկասկածենք դրանում։ Այս խոստումն ինքնին հատկապես արտահայտիչ է։ Հունարենում այն պարունակում է 5 ժխտական նախադասություն, որոնցից յուրաքանչյուրը վճռականորեն բացառում է այն հնարավորությունը, որ Տերը երբևէ կլքի իր ժողովրդից որևէ մեկին, որպեսզի նրանք արդարացիորեն իրենց լքված զգան իրենց Աստծո կողմից։ Սուրբ գրքի այս անգին խոսքը մեզ չի խոստանում ազատագրում դժվարություններից, բայց այն պաշտպանում է մեզ լքվածությունից։ Մենք կարող ենք ստիպված լինել անցնել տարօրինակ ճանապարհներով, բայց մենք միշտ կունենանք մեր Տիրոջ ընկերակցությունը, օգնությունը և հոգատարությունը։ Մենք կարիք չունենք նյութականին տենչալու, քանի որ մենք միշտ կունենանք մեր Աստծուն, և Աստված ավելի լավ է, քան ոսկին, նրա հաճությունը ավելի լավն է, քան հարստությունը։ Մենք պետք է բավարարվենք նրանով, ինչ ունենք, քանզի ով ունի Աստծուն, ունի ավելին, քան ամբողջ աշխարհը։ Ինչ կարող ենք ավելին ունենալ բացի անսահմանությունից, ինչ ավելին կարող ենք ցանկանալ, քան ամենակարող բարությունը։ Ով սիրտ, եթե Աստված ասում է, որ երբեք չի լքի քեզ և երբեք չի գցի իր երեսից, ապա աղոթիր այն շնորհի համար, որ դու ինքդ երբեք չլքես քո Տիրոջը և մի պահ անգամ չշեղվես նրա ճանապարհներից։